Հրապարակը գրում է. Վաղարշաբաթուն տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը եւ նշանակված էր որպես թիվ 1 պատասխանատու, ըստ որոշ լուրերի պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Նա իրեն վերջ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավանականությունների մասին։ Սակայն ԿՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է թիմերը, մարզպետներին եւ գլխավոր ձայնբերողն է համարվում։ Պատահական չէ, որ համապետական ընտրությունների արդեն իսկ ձևավորված շտաբում Խուդաթյանին թիմերի պատասխանատու են նշանակել։ Ժողովուրդը գրում է. Իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար թիվ 1 օրակարգային թեման շարունակում է մնալ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից կաթողիկոսին հեռացնելը։ Փաշինյանի թիմը շարունակելու է ամեն կերպ վարկապեկել կաթողիկոսին ու նրա մտերիմ հոգևորականներին, նրանց անդադար հարցաքննությունների հրավիրելով, մինչև ճնշումները հասնեն անձամբ կաթողիկոսին։ Իշխանական աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ բացահայտել են կաթողիկոսի կողմից լուրջ բացթողում, թե վեհափառն իր գահակալության 26 տարիների ընթացքում ազգային եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ։ Հրապարակը գրում է. ԿՊ-ում պաշտոնակռիվը սկսված է։ ԿՊ-ում առանցքային ներկայացուցիչների հիմնական բանուգործը ներկուսակցական քարոզչությունն է, որ առաջիկայում սպասվող համաժողովի ժամանակ շարքային պատվիրակներից ձայն ստանան, ցուցակում բարձր տեղ զբաղեցնեն, հետևաբար նաև կարողանան հավակնել բարձր պաշտոնների։ Նախորդին սոցիալնախարար Արսեն Թորոսյանն էր Սյունիք այցելել, մարզկենտրոն Կապանում կուսակցական հավաք էր կազմակերպել, բայց իր ֆեյսբուքյան էջում նախարարության ենթակայությամբ գործող որևէ հիմնարկ այցելության վերաբերյալ ինֆորմացիա չտեղադրվեց, ինչպես սովորաբար անում է։ Ավելի վաղ թերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանն էր Սյունիք գնացել, ԿՊ-ական մի խումբ պատգամավորներ էլ Տավուշ էին այցելել։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ հատկապես անհանգիստ է Ալեն Սիմոնյանը, որի դիրքերը խարխլվել են։ Ռուբեն Ռուբինյանն ավելի լավ է քլնգում Փաշինյանին դիմախոսներին, եւ քանի որ Փաշինյանի մոտ առաջ գնալու միակ պայմանը դա է, նրա շանսերն այսօր ավելի բարձր են գնահատվում։ Ժողովուրդը գրում է. Խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարանում հայտնված ԱԹՎ հեռուստաընկերության կիսաբաց լուսամուտներ հաղորդման աշխատակից Հասմիկ Հակոբյանը փորձում է դասեր տալ լրագրողներին, մոռանալով սեփական անցյալը։ Համաձայն ԱԺ ՔՊ խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի 2024 թվականի հայտարարագրի մինչև падգամավոր դառնալը նա տուն չուներ, եւ միայն 2019 թվականին, երբ արդեն ԱԺ-ում աշխատանքի էր անցել, ձեռք է բերել բնակարան Երևանի նոր քվարչական շրջանում։ Տունը գնելուց 2 տարի անց 2021-ին падգամավոր Հակոբյանը ձեռք է բերել Hyundai Magnishի մեքենա։ Նույն տարում 2016-ին ձեռք բերած Nissan Magnishի մեքենան 2 միլիոն դրամով վաճառել է ընկերուհուն, ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանին։ Հիմա այլ մեքենայով է շրջում, որը պատկանում էր ՔՊ խմբակցության այլ падգամավորի։ Հրապարակը գրում է. Եվրոպական կառույցները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները թեև չեն արձագանքում, հայտարարություններ չեն տարածում, բայց ուշադիր հետևում են Հայաստանում խոսքի ազատության դեմ ոտնձգություններին։ Այդ շարքում են դիտարկվում եւ Առավոտ օրաթերթին իր տարածքից հանելը, եւ ժուրնալիստների միության դեմ հարձակումները, եւ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ հրապարակի, եւ Իմնեմնի մի ոդքասթը վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի, անգամ Սամվել Կարապետյանի եւ Միքայել Աջապահյանի կալանավորումները։ Հրապարակը գրում է. Մամուլի շնորհիվ հոկտեմբերի 30-ին բացահայտվեց, որ Հայաստան է գալիս ոչ թե պարենայինցորեն, այլ ցածրակարգ, ծլած, միկո եւ այլ ֆատոքսիներով վարակված, մարդու առողջության եւ կյանքի համար վտանգավոր, հավանաբար գերարտադրության մեջ օգտագործման ենթակա ցորեն։ Աստանայից նաեւ բացահայտեցին, թե ինչպես է պատահել, որ այդ ցորենն առհասարակ առաքվել է Հայաստան։ Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը Պրոտ կորպորացիան Հայաստանի Հանրապետություն է ուղարկել պարենային ցորենի առաջին խմբականակը։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ է նման մատակարարում հնարավոր դարձել։ Այս տեղեկատվությունը երեկ հրապարակել է Պրոտ կորպորացիան։ Հաղորդվում է, որ Ղազախստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ կրկին հասանելի է դարձել Հայաստանի շուկան։